Բարև ձեզ, հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն այսօր Արտար Հայաստան կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը, բարև ձեզ, պարոն Նորիկյան, շնորհակալ ենք մեր հրավերին համար։ Սկսենք Դավոսից, որտեղ հազդարարվեց, որ ըստ էության նոր կառույց է հիմնվում Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնությամբ եւ այդ կառույցի հիմնադիր անդամ է դառնում նաև Հայաստանը։ Հասկանալի է, մեր քաղաքական դաշտում սա միանշանակ չմեկնաբանվեց, իշխանությունը ներկայացրեց որպես հերթական մեծ քաղաքական ձեռքբերում, դիմադիրներ այս կարծիքը չեն կիսում, ձեր կարծիքը։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես կարծում եմ, որ Հայաստանի դերակատարումը այդ խորհրդում բավականին համեստ է լինելու, հաշվի առնելով մեր երկրի հնարավորությունները, որոնց շատ լավ հասկանում են, որ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ամերիկյան ներկայիս վարչակարգի ուրեմն ձեռնարկած քայլերն են համաշխարհային նոր կարգ ձևավորելու եւ աշխարհում ընթացող գործընթացների նկատմամբ ուրույն ազդեցություն գործադրելու առումով փորձագետները, միջազգային իրավունքի մասնագետները, քաղաքագետները, նաև քաղաքական գործիչները տարբեր երկրների արձանագրում են, որ այս ամեն ինչը որակապես նոր աշխարհակարգի ձևավորմանը միտված գործընթաց է, որով ստվերվում կամ ընդհանրապես անլրջացվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դերակատարությունը, ՄԱԿ-ի կառույցների, ընդհանրապես միջազգային այլ կառույցների աշխարհը թևակողում է մի փուլ, որտեղ ամերիկյան հեգեմոնիզմը յուրովի նոր ռեկորդներ է սահմանում։ Սա նաև պայմանավորված է Դոնալդ Թրամփի անձնական հատկանիշներով եւ նրա պատկերացումներով։ Հայաստանը այստեղ Ադրբեջանի հետ միասին հայտնվել է բացառապես այն պատճառաբանությամբ, որ անցած տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի ուրեմն նախաձեռնությամբ տեղի ունեցած հայտնի իրադարձություններով, երբ որ ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների վկայությամբ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը եւ այդ հանգամանքը որպես խաղաքարտ աշխարհում ընթացող կոնֆլիկտերի հանգուցալուծման տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շատ ուրույն տեսքով ներկայացնում է եւ պատկան չէ Հայաստանը վճռորոշ դեր չունենալու այդ կազմակերպությունը, բայց Հայաստանը կարող է այդտեղից ինչ-որ շահեր, օգուտներ քաղել։ Իհարկե տեսեք Թրամփը ինչ խոսքեր էր շռայլում այն բոլոր առաջնորդների հասցեին, որոնց երկրները հիմնադիր անդամ են դառնում, այդ թվում նաև Հայաստանի վարչապետի մեծ հաշվով ես շատ լավ եմ վերաբերվում այն հանգամանքին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը մեր երկրի նկատմամբ այսպիսի դրսևորում ունի, անկախ դրանից թե մենք ներսում ինչպիսի վերաբերմունք ունենք քաղաքական իշխանության նկատմամբ, ընդդիմության նկատմամբ, մեկս մյուսի նկատմամբ, սա շատ ողջունելի է, որ Ամերիկայի նման գերհզոր պետությունը մեր տարածաշրջանում հետապնդում է որոշակի ռազմավարական շահեր եւ մասնավորապես մեր պետության նկատմամբ այսպիսի վերաբերմունք է դրսևորում։ Եկեք քաղաքական կոնյունկտուրային տուր չտանք, զոհ չգնանք եւ իսկապես արժանին մատուցենք, սա կարող է օգուտներ բերել, եթե մենք ճիշտ օգտագործենք այն հնարավորությունները եւ այն դրսևորումը կամ այն դիրքավորումը, որը այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրառում է մեր նկատմամբ եւ մեր տարածաշրջանի նկատմամբ։ Հիմա տեսեք, սկզբում շարքում էր, ասենք լավ, քննարկում էր ավելի շատ այն հանգամանքը, որ 1 միլիարդ դոլարի դա մեր բյուջեի համար, Հայաստանի համար հասկանալի է, որ հսկայական գումար է։ Ներդրման խնդիր կա, հետո պարզվեց, որ Հայաստանի պարագայում դա չկա, կարելի է 3 տարի սպասել եւ վերջում Աստված գիտի թե ինչ կլինի, գուցե չվճարել։ Մյուս հանգամանքը դա Թրամփի հրավերն էր։ Կարող էր Հայաստանը մերժել այդ հրավերը եւ չդառնալ անդամ։ Գործնականում եւ տեսականորեն այս փուլում առավել եւս Ամերիկայի դերակատարության ֆոնի վրա գրեթե անհավանական եմ համարում, որ Հայաստանը մերժեր եւ մերժման հիմքերն էլ ինձ համար հասկանալի չեն, ինչու պետք է մերժվեր մի այդպիսի նախագիծ, նախ պարչի թե այդ խորհուրդը հետագայում ինչով է զբաղվելու, կրկնում եմ, սա ամերիկյան նախաձեռնությունը, ամերիկյան շահերի առաջնահերթությամբ ակնհայտ է այստեղ, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանը մերժելու ներուժ ուներ եւ մերժելը կբխեր Հայաստանի ռազմավարական շահերից։ Ի վերջո ինչ կտար դա մեզ, եթե մենք մերժեինք։ Ավելին դատելով ամերիկյան վարչակազմի կողմից հրապարակված տեղեկությունից, անգամ հրավեր է ստացել Ռուսաստանի նախագահը, Բելարուսի նախագահն է ստացել շուրջ 60 երկրներ եւ նրանցից մեծ մասը ընդունել են այդ հրավերները, մի որոշ մասը մասնակցել են կանոնադրության ստորագրման գործընթացին, Ռուսաստանը դիտարկում է այդ խորհրդում միանալ չմիանալու հնարավորության հարցը, այսինքն գոնե Հայաստանի մասով մեր
համեստ հնարավորությունների եւ համեստ շահերի տեսանկյունից ես գտնում եմ, որ նախ մերժելու հիմքեր չկար եւ երկրորդ էլ պետք է հասկանանք մերժելու դեպքում ինչ կշահեր Հայաստանի Հանրապետությունը։ Փորձ է, հիմա ավելի գլոբալ, տեսեք այն հանգամանքը, որ հիմա ըստ էության Ադրբեջանը եւ Հայաստանը նույն կազմակերպության լիիրավ անդամ են դառնում, ընդհանրապես այդ խորհուրդը որպես այդպեսին եւ բոլոր այն ամերիկյան նախաձեռնությունները, որոնք կապված են մեր տարածաշրջանի հետ, մեր տարածաշրջանը մասնավորապես Հայաստանը ավելի քիչ խոցելի դարձնում են մեր միանշանակ ամերիկյան ներկայությունը մասնավորապես նաեւ այդ թվում թրիփի գաղափարի շրջանառության մեջ դնելը եւ այն շահագործման ենթարկելը անվտանգության տեսանկյունից էապես կփորձի նվազեցնել ռազմական էսկալացիոն հնարավորությունները ըստ էության եթե ստեղծվի մի մեխանիզմ, որը կենտրոնական Ասիայի երկրները մեր տարածաշրջանի միջոցով կկապի եվրոպական երկրների հետ, այստեղով ըստ էության մենք կդառնանք տրանզիտային երկիր, որտեղ կսպառվեն կամ կխաչատևեն շահերը ռազմավարական Ամերիկայի, Միացյալ Նահանգների այլ երկրների, ես չեմ կարծում, որ այստեղ կլինի մեկ քաղաքական վերնախավ, որին ձեռնտու կլինի էսկալացիոն միտումները, այսինքն էապես նվազեցվում է ռազմական էսկալացիայի հնարավորությունները։ Այլ հարց է, որ այստեղ յուրաքանչյուր երկիր, այդ թվում Ադրբեջանը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը, այլ ռազմավարական շահեր հետապնդող երկրներ կփորձեն այս ընթացքում նույնիսկ այս կոնֆիգուրացիայի պայմաններում քաղել առավելագույնը, որտեղ տեսեք, մի կողմից Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի խոսույթում իսկապես տեղի են ունեցել փոփոխություններ, Ադրբեջանի նախագահը կարծես թե կերպարանափոխված լինի, բայց խորքային առումով մենք չենք տեսնում դեռևս այնպիսի ստրատեգիական փոփոխություններ, որոնք հիմք կտան մեզ արձագանքելով, որ Ադրբեջանը գոնե մեկ ոլորտում հեռացել է իր ռազմավարական նպատակներից կամ խորքային նպատակներից, այսինքն չեն հեռացել, նման հետևությունների մենք չենք կարող հանգել, այլ հարց է, որ նոր ստեղծված աշխարհաքաղաքական ստատուս քվոյի պայմաններում իրենք ադապտացվում են այս նոր իրողություններին, որովհետև հիմա Ադրբեջանի խոսույթը 1 տարի, 2 տարի առաջ եթե դուք հիշեք, եթե նա հիմա շարունակի այսպես խոսել, նա ոչ միայն հասկանալի չի լինի մեզ համար, այլև հասկանալի չի լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների, աշխարհաքաղաքական այլ կենտրոնների համար, հետաբար այս առումով Ալիևը միամիտ չէ եւ շատ լավ հասկանում է, որ ամերիկյան դոմինանտությունը մեր տարածաշրջանում եւ նրա շահերի առաջ մղումը որակապես նոր անվտանգային ճարտարապետություն է ձևավորում մեր տարածաշրջանում, հետաբար ինքը պարտավոր է այդ մթնոլորտին համահունչ արձագանքի մեր տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Դա Աստված, որ մենք էլ համահունչ արձագանքել, մենք այլևս սխալվելու իրավունք չունենք եւ սխալի այդ առումով պետք է ճիշտ արձագանքենք եւ կարողանանք ճիշտ կողմնորոշել նաեւ մեր ռազմավարական համակարգերը կառուցելիս։ Կա արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, չէ, որը վերջերս էր հրապարակվել եւ այնտեղ ուշագրավ փաստեր կային, որոնց մասին նաեւ ազգային ժողովում քննարկում եղավ, նաեւ հարց ուղղվեց վարչապետին, որ օգոստոսյան այդ Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո 36%-ով ավելացել է Արևմտյան Ադրբեջան խոսույթ այդ գաղափարի, կիրառումը եւ այդ ուղղությամբ պետական բյուջեից ֆինանսավորումը։ Նաեւ ավելացել են ռազմական ոլորտի ծախսերը, ինչը չի մտնում այս կարծես թե խաղաղության այդ գործընթացների տրամաբանության։ Ես ես դա եմ ասում, որ մենք չենք տեսնում խոսույթի մեջ փոփոխություն եղել է, բայց գործնականում որևէ ռազմավարական նպատակների իրագործումից կամ հեռանկարում իրագործելիս Ադրբեջանը չի ձեռնարկում որոշակի քայլեր։ Դա մեզ պետք է զգուշացնի, զգոն պահի։ Մենք պետք է կարողանանք դրան համարժեք գործողություններ իրականացնել։ Իհարկե, ես ինքս ծանոթացել եմ արտաքին հետախուզական ծառայության կողմից հրապարակված զեկույցին, այնտեղ բավականին հետաքրքիր նրբերանգներ կան, բայց այստեղ այդ զեկույցի օբյեկտիվությունը եւ խորքային առումով ծանրակշիռ լինելու հանգամանքը գնահատելու համար գոնե ինձ որպես մասնագետի իրավաբանի կամ քաղաքականությամբ զբաղվող անհատի շատ կարևոր է թե այդ ուսումնասիրության կամ այդ զեկույցի հիմքում ինչպիսի
տեղեկություններ են դրված, եթե միայն զուտ մամուլի մակարդակի հրապարակումների վերլուծությունն է, դա լրիվ ուրիշ արձագանքի արժանի, բայց եթե արտաքին հետախուզական գործունեության արդյունքում իրենք նաև ստացել են, ֆիլտրել են, զտել են այնպիսի տեղեկություններ, որոնք իսկապես հրապարակման ենթակա չէ, դա լրիվ ուրիշ հետևությունների առարկա է։ Այսինքն ինձ համար ես վերահաստատում եմ դուք ձեր ասացի հիման վրա, որ թեև Ադրբեջանի նախագահի խոսույթի մեջ կան որոշակի փոփոխություններ, բայց խորքային առումով մենք դեռևս չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի մտածողությամբ այնպիսի փոփոխություններ, որոնք մեզ հնարավորություն կտան արձանագրելու, որ էսկալացիան առհասարակ հնարավոր չէ։ Նաև արտաքին հետախուզության ծառայության զեկույցում կա այսպիսի տեղեկատվություն, որ 2025 թվականին արտաքին միջամտություններ կամ այլ կերպ ասած այդ հիբրիդային սպառնալիքները Հայաստանի հանդեպ ավելացել են եւ ել ավելի մեծ աճ է կանխատեսվում այս տարի 2026-ին կապված նախընտրական պրոցեսներ հետ եւ որպես այդ սպառնալիքների հիմնական աղբյուր դիտարկվում է մեր քաղաքական դաշտում ամենայն դեպս Ռուսաստանը, նաև տեղեկություն կա, որ 165 միլիոն դոլար այդ նպատակին Ռուսաստանը փողեր է ծախսում։ Դուք եւս Ռուսաստանն եք տեսնում այդ սպառնալիքների հիմքում։ Նաեւ, եթե մենք հիմնական խաղացող որպես հիմնական գործ։ Տեսեք, խնդիրը հետեւյալն է։ Այդ հիբրիդային պատերազմ տերմինը վերջի տարիների շրջանառության մեջ մտավ մեր իրականություն, բայց ես հավաստիացնում եմ 1991 թվականից Հայաստանի Հանրապետության դեմ տարբեր երկրներ, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, տարբեր քաղաքական շահագրգիռ շրջանակներ, այդ թվում Ռուսաստանից, այդ թվում նաև Արևմուտքից, այդ թվում Թուրքիայից, Ադրբեջանից, նույնիսկ Վրաստանից կիրառվում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Ուղղակի այն ժամանակ լրիվ այլ տերմիններ դրվում շրջանառության մեջ։ Ռուսաստանը հետապնդում է մեր տարածաշրջանում իր ռազմավարական շահերը եւ բնական է, որ հաշվի առնելով ավանդական մոտեցումները, նրանց, այսպես ասած, հիբրիդային պատերազմի մի այդ գործընթացում ներդրած ջանքերը ավելի մեծ են կամ տարբերվում են այլ երկրների կողմից ձեռնարկվող քայլերից։ Ակնհայտ է, որ բոլոր երկրներից էլ հնարավոր է ու կան, բայց բոլորովին այլ խնդիր է, թե մեր դիմադրողականության համակարգը ինչպիսին կլինի եւ մենք ինչպես պետք է դիմագրավենք ցանկացած հիբրիդային պատերազմի դետալը։ Ես գտնում եմ հետեւյալը, որ եթե մեր քաղաքական դաշտը կայացված լինի, առողջ լինի, մրցակցությունը առողջ լինի, եթե մենք անկախ քաղաքական ուժերի դասավորվածությունից եւ անկախ քաղաքական կոնյունկտուրայից, ես վերջերս մի առիթով այդ մասին խոսել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ամենակարևորագույն մեսիջը կամ նրա գործունեության ամենակարևորագույն գնահատականն ու արդյունքը կլիներ այն, երբ որ ինքը միջազգային հանրությանը բերեր այնպիսի մի կոնդիցիայի Հայաստանի մասով, որ անկախ դրանից ինքը կլինի այսօր վարչապետ թե չի լինի, իրեն փոխարինող քաղաքական վերնախավներ պետք է ունենա այդ կարմիր գծերը, որոնք երբեք մենք չենք հատի անկախ Հայաստանի Հանրապետության ներսում գոյություն ունեցող քաղաքական պայքարից։ Այսինքն Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, եվրոպական երկրները իրենք պետք է շատ լավ հասկանան։ Մենակ չհենվեն որպես հենման կետ դիտարկեն Նիկոլ Փաշինյանին կամ չգիտեմ որևէ այլ քաղաքական ուժի, իրենք պետք է հասկանան, որ Հայաստանի քաղաքական վերնախավը ընտրանի կամ հանրային տրամադրությունների հիման վրա այնպիսին են, որ ինչպիսի կոնֆիգուրացիա ձևավորվի, ինչպիսի իշխանություններ գա Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը ունի այնպիսի շահեր, որոնք սակարկման ենթակա չեն։ Արժե, իդեպ ձեր տեսակետը հետաքրքիր է իշխանությունների եւ ընդդիմության մասով, որ թե նրանք վերարտադրվելու իրավունք չունեն, նույնիսկ ասում եք, թե որոշ իմաստով դաշնակիցներ են, որպեսզի կարողանան այս իշխանությունը, այսինքն իրավիճակը իշխանական ինչպիսին կա, այդպիսին պահեն ընտրություններից է։ Շատ է, որտեղ նորից վերահաստատեմ իմ ասածը։ Մեր ժողովուրդը մենք բոլորս շատ մեզ համար հայտնի է, որ եթե իշխանությունը չի կատարում իր տված խոստումները, ձախողում է, չի իրականացնում այդ ծրագրերը, ենթադրվում է, որ նորմալ զարգացած երկրներում այդ իշխանությունը պետք է այլևս չվերընտրվի, ժողովուրդը նրան պետք է վստահության քվե չտա։ Ինձ համար
ոչ պակաս սկզբունքային նաև ընդդիմության տված խոստումների չկատարման պայմաններում, նրանց ձախողման պայմաններում, նրանց վերարտադրման անհնարինությունն է։ Ես ինչ եմ ասում, շատ པարզ բանաձև եմ ասում, ժողովուրդ ջան, այս խորհրդարանական ընդդիմությունն էլ է ձեզ խաբել։ Այս խորհրդարանական ընդդիմությունը 5 տարի ձեզ խոստանում էր լարել Նիկոլ Փաշինյանին, հեռացնել նրան իշխանությունից եւ չի կատարել իր խոստումը։ Հիմա փոխանակ գլխի կոր հեռանա քաղաքական դաշտից, ներողություն խնդրի մեր ժողովրդից, որ իր տված խոստումը չի կատարել։ Հիմա նույն առոգանությամբ, նույն վճռականությամբ, նույն հաստատակամությամբ հայտ է ներկայացնում նորից վերարտադրվելու։ Եվ բնական հարց է առաջանում։ Իշխանությունն է նորից եմ կրկնում, բազմաթիվ անցած տարի ես զբաղված եմ եղել փաստերով ներկայացնել են ձախողումները, որոնք իրականացրել է կառավարությունը եւ իրենց ծրագրերը չեն իրականացրել։ Հիմա ես ասում եմ ժողովուրդ ջան, նույն հաստատակամությամբ իշխանությունն է պատրաստվում վերարտադրվել եւ այս առումով իրենք իսկապես բնական դաշնակիցներ են, իրենք թույլ չեն տալիս, որ մեր նման քաղաքական ուժերը, որոնք որևէ աղերս չունեն երկրի կործանման, Արցախի կործանման, երկրի թալանի, կաշառքի, ընտրակաշառքների հետ, կարողանան մեծացնել իրենց քաղաքական ազդեցությունը։ Սրա մասին է խոսքը։ Եվ ասում եք, որ պետք է դրա համար նոր իշխանություն, նոր ընդդիմություն։ Այո, 2026 թվականին նախորդներ այդ որևէ կապ պետք է նոր ուժեր եւ նոր շունչ։ Այո, ում եք օրինակ տեսում նոր ուժ, որովհետեւ շատ դժվար է, նույնիսկ չգիտեմ, հատուկ ինչ-որ սարքերով գտնել քաղաքական դաշտում այդ նոր ձևավորումը։ Վստահ կան այդպիսի քաղաքական ուժեր, քաղաքական ոլորտում գտնվող անձիկ էլ կամ քաղաքականության մեջ զբաղվողներ էլ հայտ ներկայացածներ էլ բնականաբար օրեցօր մոտիկանում է ժամանակահատվածը։ Ես կարծում եմ փետրվար մարտ ամիսների ընթացքում նույնիսկ 1 տարում չի ձևավորվում այդ։ Չէ, տեսեք, նույնիսկ 1 ամսում է հնարավոր, որովհետև եթե 2018 թվականի մարտի 31-ին որևէ մեկը ասեր, որ Գյումրիի հայտնի Վարդանանց հրապարակից քայլեր թե սկսում ընդամենը 1 ամիս հետո վարչապետ ընտրվող անձը, հայ ժողովրդի 99%-ը այդ մարտում կիսախելագարքը համարեր, մի մասն էլ ուղղակիորեն գժպտար կասեր, գիտեք ինչ, դուք քաղաքականությունից ոչ մի բան չեք հասկանում։ Այսինքն մեր երկրում հնարավոր է 1 ամսվա մեջ այնպիսի շրջադարձային փոփոխություններ, եւ ես դրա պոտենցիալը տեսնում եմ 2026 թվականին։ 2026 թվականի հունիսյան ընտրությունները սարերի հետևում չեն, սա շրջադարձային ընտրություններ են լինելու, եւ ես ենթադրում եմ, որ սա նաև լեգիտիմ հնարավորություն է Հայաստանում բովանդակային առումով եւ նոր իշխանություն ձևավորելու եւ նոր ընդդիմություն ձևավորելու, որովհետեւ գործող իշխանությունը եւ գործող ընդդիմությունը դա 88-ի քաղաքական սերնդի մնացորդներն են, այն բյուրեղացված հատվածն են, իսկ 88-ի քաղաքական առումով 88-ի քաղաքական վերնախավը եւ իրենց գործունեությունը ավարտվեց դաժան պարտությամբ։ Իսկ ինչպես տարբերել այդ նոր ձևավորվող ուժը կանոն նոր խոսք է քաղաքական դաշտում, թե ինչ-որ հներել, եկեք օրինակ կարճ դիտարկենք մեր ձևով շարժումը, տեսեք նոր անուն է, չէ՞ մեր քաղաքական դաշտում, բայց արդյոք նոր ուժ է։ Կտեսնենք, մենք ուշ-ուշով հետևում ենք իրենց զարգացումներին, ոնց հասկացանք փետրվարի 12-ին հրապարակվելու է իրենց վարչապետի թեկնածուն, ենթադրվում է իրենք ստեղծել են նոր կուսակցություն, Ուժեղ Հայաստան անունով, մենք ինքներս էլ կողմ ենք Ուժեղ Հայաստան կոնցեպտին, Արդար Հայաստան կոնցեպտին, մենք իսկապես գտնում ենք, որ մեր պետությունը պետք է ուժեղ լինի, բայց շատ բաներ կախված կլինի, թե իրենք ինչպիսի հայեցակարգով կներկայացնեն հանրությանը եւ ինչպես կդրսեւորվի իրենց հետագա քաղաքական գործունեությունը։ Տեսնենք, պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, մեր բոլոր ուսումնասիրությունները վերել են նրան, որ այո, հանրության մեջ որոշակի հետաքրքրություն կա իրենց շարժման նկատմամբ եւ չի բացառվում, որ ծանրության կենտրոնը հենց իրենք էլ լինեն։ Բայց կտեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել։ Օրեր են մնացել, դրանից հետո ամեն ինչ շատ պարզ կլինի։ Եվ շատ կարճ մի քանի վայրկյանում դուք քննադատում եք, որ եպիսկոպոսատ ժողովը Ավստրիայում է կայանալու, երեք օրինակ հարցրեցին Գեհամ Մանուկյանին, կարճ այսպես պատասխանային էր, որ որովհետև չկա երաշխիք, թե ահացականները հանկարծ չեն լսվի այնտեղ եւ ինչ որ մի քանայի նորից չեն ձերբակալի։ Իսկ երաշխիք կա, որ այդ եպիսկոպոսատ ժողովը Հայաստանից դուրս անելուց հետո եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը կհաղթարվի։ Ոչ մի երաշխիք չկա, ինչ երաշխիքի մասին կարող է խոսք լինել։ Նույնիսկ ուզում եք 15 ժողով թողանեն, ժողով եկեղեցու շուրջ ձևավորված ճգնաժամը Հայաստանի Հանրապետության գոյության պայմաններում հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ
Մայրաթոր Սուրբ Էշմիածին է հայ ժողովրդի եւ մեր հայաստանյա ծառայական Սուրբ եկեղեցու հոգեվոր կենտրոնն է ու վարչական կենտրոնն է, կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության գոյության պայմաններում ուրիշ ոչ մի տեղ չպետք է արվեր։ Շնորհակալություն, պարոն Նորիկյան, այսքանը հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր Շարժտար Հայաստան կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը։